Բալուի խորտոները, խորոդ են աղջիկները, խորոդ են աղջիկները, բալուի խորտոները, խորոդ են աղջիկները, խորոդ են աղջիկները։ Եթե այդ վիրտուալ պատկերները քեզ կարող են ստիպել զգալ իրական զգացումներ, ապա որտեղ է վիրտուալը, որտեղ է իրականը։ Բարև ձեզ, եթերում է Game Changer podcast-ը եւ ես Նարեն եմ, Game Changer Girls for Girls-ից։ Ես Ալվարդն եմ Game Changers Next Level ծրագրից։ Եվ այսօրվա մեր հյուրն է Նուր Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր այստեղ եք։ Սիրով։ Ինչպես եք ստեղծել ձեր ընկերությունը, ինչ դժվարություններ եք ունեցել։ Okay. 2014 թվականին սկսեցի զբաղվել ֆրիլանսով ու խաղային պատվերներ էի անում։ Մտքիս կար, որ ընկերություն ստեղծեմ, որովհետև նախորդ բոլոր ընկերություններում, որ աշխատել էի, իմ համար կարևոր բաներից մեկ կամ գոնե երկու կարևոր մի բան բացակայում էր, դա կարող լիներ տեխնոլոգիաները լինեին հին, կարող պրոյեկտը լիներ անհետաքրքիր, թիմի culture-ը, մթնոլորտը եւ այլն։ Այսինքն տարբեր բաներ, երբեք չէր ստացվում, որ բոլոր բաները լինեին բարձր որակի կամ մակարդակի, ու այդ էր պատճառը, որ որոշեցի ստեղծել իմ թիմը, բայց ոնց որ սկսելու համար ինչ որ պրոյեկտներ են պետք, սկզբի համար գումար էր պետք, թիմ էր պետք եւ սկսեցի ֆրիլանսով զբաղվել ու այդ ժամանակ փոքր սկսեցի պրոյեկտներ անել, հետո ասենք երբ որ ռեպուտացիան բարձրացավ, ռեյտինգները չէ, հաճախորդները դնում, ավելի մեծ հաճախորդներ սկսեցին դիմել եւ վերջիվերջո ունեցանք մեծ պրոյեկտ, որը որ արդեն պահանջում էր մեծ թիմ, որի շուրջ էլ հիմնադրվեց Նուր Games-ը։ Իսկ ինչպես որոշեցիք, որ հենց խաղերով եք ուզում զբաղվել։ Երբ կամ ինչ ձեզ այդ մտքին հանգեցրեց։ Շատ լավ հարց է։ Ես ծրագրավորումով էի զբաղվում ու ծրագրավորման մեջ շատ ժամանակ խնդիրները, որ ես լուծում էի, ավելի շատ կոդինգի վերաբերյալ են, այսինքն բարդ բաներ չէի անում, այդքան հետաքրքիր բաներ չէի անում։ Եվ մի օր այնպես ստացվեց, որ հնարավորություն եղավ հարցազրույց անցնել խաղային ընկերությունում ու հենց հարցազրույցից սկսած ինձ կարելի ասել սիրահարվեցի խաղերի ստեղծման ոլորտին, որովհետև հենց հարցազրույցը արդեն տարբեր էր։ Հարցազրույցի ժամանակ ուրեմն ինձ ցույց տվեցին խաղ, ասացին, որ դու այս խաղը գրեիր, ոնց կգրեիր։ Դա շատ տարբերվում էր ստանդարտ ծրագրավորման ինտերվյուներից, երբ որ ինչ-որ ասում են, չգիտեմ, փոքր ալգորիթմ գրի, կամ ասում են, այս կոդը որ գրենք ինչ էրոր կտա, այսինքն որակապես շատ ավելի հետաքրքիր ու ծավալուն խնդիր էր իմ առաջ դրված, իսկ հետո որ սկսեցի աշխատել, հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան հարցազրույցին ես ոնց որ պատկերացնում էի։ Այդպես ու այդ ժամանակվանից 13 թիվներ, այդ ժամանակվանից ես խաղերի ոլորտում եմ արդեն 10 տարուց ավել ու գնալով ավելի ու ավելի հետաքրքիր բաներ եմ հայտնաբերում այս ոլորտում։ Իսկ ինչպես համատեղեցիք կրեատիվությունը եւ դեդլայնը իրար հետ, որ նրանք ավելի հետաքրքիր լինեն։ Դեդլայնը մեր համար գործիք է կրեատիվությունը էֆեկտիվ անելու համար։ Ինչ ենք անում։ Եթե դու չունես deadline, դու կարաս ստեղծես երկրորդ կամ երրորդ կարևորության feature-ներ խաղի մեջ, ուշադրություն չդարձնես ամենակարևորը։ Երբ որ ունես deadline, ուղղակի ավտոմատ մտածում է, թե ինչն է կարևոր, ինչը պետք է առաջնային անես, ու այդ առաջնային արվելիք գործը այդտեղ էլ ինչին պիտի ուշադրություն դարձնես։ Այնպես որ մի քիչ պետքա զգուշ լինել deadline-ների հետ, որպեսզի ոնց որ չստիպի կիսապրատ աշխատանք անել, այսինքն deadline-ներն էլ եթե զգում ես, որ որակի վրա են ազդում կարևոր բան անելու, կարծում եմ պետքա ավելի ճկուն դարձնել, բայց
ընդհանրապես շատ լավ գործիք է ավելորդ անիմաստ աշխատանք չանել։ Իսկ որպես առաջնորդ թիմը ձևավորելուց ինչ խնդիրների բախվեցիք։ Ինչեւ հիմա էլ բախվում ենք։ Խնդիրները շատ են։ Չգիտեմ որը նշեմ։ Եթե կոնկրետ ինչ-որ բան կա, որ հետաքրքիր է, կարամ դրանից խոսեմ, որտեղ խնդիրները շատ տարբեր են ու շատ տարբեր ասպեկտների են։ Իսկ եթե ոչ ավելի տեխնիկական, այլ որպես մարդկային, այսինքն երբ որ օրինակի համար ինչ-որ տեխնիկական հարցով բարկանում եք կամ, չգիտեմ, ինչ-որ բան չեք հասցնում, ինչ-որ խնդրի եք բախվում, ո՞նց եք այդ լուծում, ո՞նց եք խմբին համոզում, որ իրենք մոտիվացվեն, այլ ոչ թե ընդգճվեն ու ոչինչ չանեն։ Շատ կարևոր է, որ ի սկզբանե ճիշտ մարդիկ ունենաս թիմում։ Մարդիկ, ովքեր որ արդեն իրենց մասնագիտությունը սիրում են, այդ մասնագիտությունը իրենց համար կարևոր է եւ արդեն ներքին մոտիվացիա ունեն։ Որտեւ եթե այդ մասը չապահովես, անհնար է լինելու մոտիվացնել, ոչ մի ձև։ Եթե կա բնական ներքին մոտիվացիա, արդեն հաջորդ բաները այնա, որ ճիշտ կազմակերպես աշխատանքը, ճիշտ խնդիրներ դնես, ճիշտ մթնոլորտ ստեղծես, ճիշտ արժեքներ ստեղծես թիմի համար, կարճ ասած հնարավորություն տաս այդ մարդկանց լավ մթնոլորտում իրենց աշխատանքը լավ անեն, որտեղ այդ մարդիկ իրենք իրենց աշխատանքը սիրում են, եթե դու իրենց հնարավորություն ես տալիս իրենց աշխատանքը իրանք լավ անեն, չես խանգարում, մի փոքր էլ օգնում ես, իրանք ավտոմատ լավ անում են։ Իսկ մարդուն աշխատանքի ընդունելու համար ինչ է կարևորում։ Խոշոր հաշվով երկու բան։ Առաջինը մարդու արժեքները, ինչ արժեքների տեր մարդ է, ինչն է այդ մարդը կարևորում, ինչն է համարում իր համար մի բան, որը որ ոնց որ պետք է ինքը պահի, հետևի, եթե պետք է դրա համար ինչ-որ բան զոհաբերի, հա, կարճ ասած արժեքները եւ երկրորդը մասնագիտական հմտությունները։ Երբ որ այդ երկուսը տեղում են, մեծ հավանականությամբ արդեն գործ ունես լավ թիմակցի հետ։ Իսկ ինչ խաղ կուզենայիք ստեղծել ապագայում։ Չկա որևիցե տենց ինչ որ այսպես երազանքային, որ այ կուզենայինք այսպիսի մի խաղ ստեղծենք, նույնիսկ այն փոքր խաղերը, որ ստեղծում ենք, մեջը բազմաթիվ հետաքրքիր խնդիրներ կան ու չստեղծողի տեսանկյունից դրանք թաքնված են, շատ անտեսանելի են, երբ որ սկսում ես աշխատել խաղերի վրա, տեսնում ես ինչքան հետաքրքիր, ինչքան բարդ խնդիրներ կան ու այդ ստեղծելու աշխատանքը անձամբ ես վայելում եմ, երբ որ վայելում ես աշխատանքդ, ոնց որ ուրիշ տեղ ուրիշ բան չես փնտրում, հա, ես կուզենայի, ստեղծում ես այն, ինչ որ ուզում ես արդեն ստեղծես։ Ինչ որ ժամանակ անց կարծում եմ, որ շուկայից կախված մեր հնարավորություններից, թիմի չափից, բնականաբար դրանք կփոփոխվեն, բայց այս պահին չկա որևիցե մի բան, որ ասեմ, այ շատ կուզենայինք այս բանը անեինք, տեսնես երբ ենք դա անելու։ Իսկ ձեր ամենամեծ պրոյեկտը ո՞րն է, որ ձեր թիմի հետ սարքել եք։ Երևի ծավալի մասով Lumbercraft-ը։ Իսկ ինքը ինչի մասին է եղել կամ ինչ ֆորմատով է եղել, 2D, 3D։ 3D խաղ փայտահատի մասին, որ ծառեր կտրում, գյուղներ սարքում, կռվում էր թշնամիների հետ, այդպես։ Իսկ հիմա երիտասարդների համար մանավանդ փոքր գյուղերից կամ մարզերից իրենք ինչ հնարավորություններ ունեն, որ կարողանան խաղեր ստեղծել։ Հնարավորությունները անսահման շատ են ու բաց։ Երևի խաղեր ստեղծելու մասով հիմիկվանից ավելի լավ ժամանակ երբեք չի եղել, որովհետև եթե ուզում ես խաղ ստեղծես, պետք է հասկանաս քեզ ինչա պետք։ Քեզ պետք է գիտելիք, քեզ պետք է տեխնոլոգիաներ, քեզ պետք է շուկա, որտեղ որ այդ ստեղծած խաղը իրացնես, չէ՞։ Խոշոր հաշվով, հա, եթե մենակ ես ստեղծում, եթե չէ, դրան գումարվում է նաև թիմը։ Եթե մարդը ապրում է գյուղում, գիտելիք այսօր ինտերնետով կարա ստանա։ Տեխնոլոգիաները այսօր անվճար հասանելի են։ Եթե ուզում ես, չգիտեմ, Unity-ով, Unreal-ով խաղ ստեղծել, հրաշալի հզոր գործիքներ են բացարձակ անվճար։ Եթե ուզում ես խաղը տեղադրել, հասանելի դարձնել ամբողջ աշխարհին, հա, հեռախոսների մեջ,
Google-ի շուկայում, Google Play Store-ում խաղը տեղադրելու համար պիտի մի անգամ վճարես $25։ Այդ երևի հիմա արդեն նաև արհեստական բանականությունն է ավելացել, որը մարդկանց հնարավորություն է տալիս գաղափար ունենալու դեպքում նույնիսկ տեխնիկական պատճառներով բարիերներ չունենալ։ Իսկ սահմանափակումները մինիմալ են։ Պետք է ունենաս ցանկություն այդ բանն անելու, պետք է ունենաս ցանկություն սովորելու, իսկ սովորելու շատ բան կա, այդտեղ էլ ոլորտը բավականին խաբուսի կա, հատկապես անունն է խաբում, իրականում այդտեղ շատ բան կա սովորելու, գիտություն եւ այլն, բայց ըստ էության կարելի է նույնիսկ մենակ, նույնիսկ գյուղում տանը նստած ստեղծել խաղ, որը որ մեծ հաջողության հասնի։ Հեշտ չի, բայց որևիցե բարիեր բացի նրանից, որ պետք է անես, չկա։ Իսկ ինչից կառաջարկեք երիտասարդներին, որ սկսեն այդպես գործեր անել։ Սկսեն նրանից, որ երկար չմտածեն, ավելի շատ ուղղված լինեն գործողություն անելու, քան մտածելու։ Որտեղ շատ ժամանակ մտածում են, այս անենք, սենց անենք, բա որ ճիշտ չլինի, բա որ սխալ լինի։ Այդ չի երկար մտածել, այդտեղ որովհետև որևիցե վտանգավոր բան չկա, պրոյեկտը արեցիր, ինչ որ սխալներ արեցիր, սովորեցիր, անցար հաջորդին։ Հաջորդն արեցիր, մյուսին, հաջորդն արեցիր, մյուսին։ Առաջինը պետք չի շատ տատանվել, երկար մտածել, պետքա գործել։ Երկրորդը պետքա շատ չկենտրոնանալ գործիքների վրա, կենտրոնանալ խաղերի նախագծման հմտությունների վրա։ Կարևոր է, որ հասկանաս, թե ոնց է պետք խաղ սարքել։ Ոչ թե ծրագրավորման կամ ճիշտ գործիք ընտրելու տեսանկյունից, այլ ոնց անես, որ խաղը հետաքրքիր լինի։ Ինչն է մարդու համար խաղը դարձնում հետաքրքիր։ Երրորդը պետքա կենտրոնանալ նրա վրա, որ փոքրիկ խաղ վերցնել, արդեն պատրաստի, ու այդ փոքրիկ խաղը հնարավորինս ճշգրիտ կրկնօրինակել։ Դա շատ կարևոր բան է, որովհետև թվում է, որ նախ շատ ժամանակ փորձում են մեծից սկսել։ Ըստ տարածված սխալ է, չեմ պատկերացնում այդ մեծը քանի հոգով են արել, քանի տարում են արել, այդ իրանց սիրած խաղն է, ուզում են դրանից ստեղծեն։ Այս մեծ խնդրեմ է, պետք է սկսել շատ փոքր խաղից, ու երբ որ կսկսեք այդ փոքր խաղը ուղղակի կրկնօրինակել, տեսնեք թե ինչքան հարցեր առաջանում, ինչքան խնդիրներ առաջանում, որ այս ոնց անեմ, որ նույն ձև, նույն հաճելի զգացում առաջանա իմ խաղը խաղալուց, ոնց որ ես ունենում եմ այդ օրիգինալը խաղալուց, հա։ Պետքա նաև դա անել, փորձ ձեռք բերել ու պետքա սովորել մարդկանցից, ովքեր որ արդեն այդ ճանապարհն անցել են։ Սովորել, անել ու չմտածել, շատ անել, կարճ ասած անել։ Իսկ ձեզ ինչն է խաղը դարձնում հրաշալի։ Դիզայնը, խմբային աշխատանքը կամ կոդը, որ մասը ավելի շատ։ Ես բնականաբար այս մասով օբյեկտիվ չեմ լինի, որովհետև ես խաղերի նախագծմամբ եմ զբաղվում։ Իմ համար խաղի հենց դիզայնն է դարձնում խաղը հրաշալի, բայց եթե դուք հարցնեք, ասենք օրինակ, չգիտեմ, 3D մոդելավորողին, նկարիչին, շատ հնարավոր է իր համար էլ խաղը հրաշալի դարձնի խաղի միջի գեղեցիկ պատկերներն ու անիմացիաները։ Բայց ընդհանրապես ասած փորձեմ ավելի ոնց որ իմ ասածը հիմնավորել։ Ինչ եմ համարում դիզայնը խաղի ամենակարևոր կոմպոնենտը, որովհետև խաղը մի քանի կոմպոնենտ ունի։ Ունի պատմություն, ունի էսթետիկ մաս, դա վիզուալ մասն է, նկարները, անիմացիաները եւ երաժշտական ձայնային մասն է, խաղը ունի հենց մեխանիկան, այն բուն գործողությունները, որ մարդը պիտի անի եւ տեխնոլոգիա։ Այս բոլորը որ կպցնում ես իրար, դառնում է խաղ։ Հարցը նրանում է, որ եթե 4 կոմպոնենտից թուլացնես մինիմալի հասցնես խաղի դիզայնի մասը, նախագծման մասը, մեխանիկան, ինտերակտիվությունը, խաղը միանգամից իր հետաքրքրությունը կորցնում է, դառնում է, ասենք կինո, դառնում է մուլտֆիլմ, հա, ունենում է հրաշալի տեսք, հրաշալի ձայներ, հրաշալի պատմություն, հրաշալի տեխնոլոգիա, բայց խաղ չկա։ Այն ամեն ինչը ինչ որ ոնց որ դարձնում է մուլտֆիլմից կամ կինոյից անցումս կատարում խաղ, այդ խաղի ինտերակտիվությունն է,
խաղի կանոններն են, խաղի բալանսն է, խաղի մեջի թվերն են, մարդու խաղացողի անելիքն է։ Դրա համար ես կարծում եմ, որ ամեն դեպքում այդ 4 կոմպոնենտներից ամենակարևոր կոմպոնենտը խաղի հետաքրքիր դարձնելն է, խաղերի նախագծման ճիշտ աշխատանքն է, ճիշտ դիզայն անելը։ Ուրեմն նոր նշեցիք կրկնօրինակելու մասին խաղային ինդուստրիայի, ճիշտ է նշեցիք, որ այդ սկզբում է պետք անել, բայց ինձ հետաքրքիր է երբանից այդ կրկնօրինակելը դառնում ոչ լեգալ կամ պլագիատ, թե այդպիսի սահման չկա։ Միշտ կրկնօրինակելը այս ինդուստրիայում ճիշտ է։ Իհարկե կա սահման, հրաշալի գիրք կա, կոչվում է Still Like an Artist, գողացիր ոնց որ արվեստագետը։ Նախ եկեք բաժանենք միջև այդ գրքին հասնել, եկեք բաժանենք սովորելու փուլը արդեն product ստեղծելու փուլից։ Քանի դուք դեռ սովորելու փուլում եք եւ խնդիր չեք դրել կրկնօրինակել խաղը եւ հանել շուկա, դուք այդտեղ հեղինակային իրավունքի կամ այլ խնդիր չեք ունեն։ Դուք սովորում եք, կրկնօրինակում եք, հասկանում եք ոնց է դա սարքած։ Իմ կարծիքով տեղ որևիցե անհանգստանալու բան չկա։ Երբ որ դուք արդեն անցնում եք ստեղծելու փուլում, էլի դուք ոչինչ զրոյից չեք ստեղծելու, ինչ էլ որ ստեղծեք, ստեղծելու եք ձեր նախկին տեսածի, նախկին փորձառությունների մնացած բաների վրա, դրանք ինչ որ ձև կոմբինացնելով, փոխելով։ Հիմա ինչ է ասում այդ գիրքը։ Այդ գիրքը ասում է, որ լավագույն արվեստագետները կարողանում են արվեստի գործերի մեջ տեսնել տարբեր կտորներ, որոնք որ կարելի է առանձին վերցնել, համատեղել մի աշխատանքի մեջ ու ստեղծել նոր արժեք, ստեղծել մի բան, որ մինչ այդ գոյություն չուներ։ Այսինքն, եթե դու ուղղակի վերցնում ես, ասենք, մեկի նկարը, մեկի երաժշտությունը, մեկի խաղը ու մի քանի ոչ էական բան ես փոխում, նույնությամբ վերարտադրում ես, քո արածի արժեքը շատ փոքր է եւ ել չեմ ասում, որ որոշ դեպքերում ըստ էության դու խախտում ես էթիկան, խախտում ես օրենքը, հա, այսինքն գողանում ես մարդու աշխատանքը։ Բայց երբ որ սկսում ես տարբեր կտորներ վերցնել, այդ տարբեր կտորները յուրահատուկ ձևով համադրել ու ստեղծել նոր բան, այդտեղ արդեն դու արժեք ես ստեղծում ու չեմ կարծում որևիցե բան կա, պրետենզիա կա, թե ինչի ես այս տարբեր կտորները վերցել, որովհետև բոլորն էլ դա են անում։ Նույնիսկ հանճարեղ արվեստագետները ունեցել են իրենց նախնիները, հա, իրենց մասնագիտական առումով նախնիները, որոնցից իրանք ոգեշնչվել են, վերցել են տարբեր կտորներ, տարբեր կանոններ, տարբեր մոտեցումներ, որպեսզի իրենց աշխատանքները ստեղծեն։ Երիտասարդները ցանկանում են դառնալ ծրագրավորող կամ գեյմ դիզայներ, ինչ առարկաների մեջ խորանան կամ ինչով առաջ գնան։ Եթե ուզում են դառնալ ծրագրավորող, բնականաբար մաթեմատիկան, հենց համակարգչային գիտելիքները եւ նաեւ ֆիզիկան շատ կօգնեն տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ ձեռք բերելու ուղղությամբ։ Եթե ուզում են դառնան գեյմ դիզայներ, ապա էլի կարա շատ տարօրինակ հնչի, բայց գեյմ դիզայների աշխատանքի մեջ կա բավականին հագեցած մաթեմատիկական գիտելիք, հանրաշիվ, նույնիսկ որոշ դեպքերում երկրաչափություն, իսկ որոշ դեպքերում նաև բարձրագույն մաթեմատիկաբաներ, որոնք որ դպրոցում մարդիկ նույնիսկ չեն էլ անցնում։ Այդպիսի բազմաթիվ, չգիտեմ, հավանականությունների տեսություն, ստատիստիկա, խաղերի տեսություն, այդ ամեն ինչը կարծեմ հիմա դպրոցում մի փոքր հավանականությունների տեսություն, կոմբինատորիկա, այդպիսի բաներ անցնում էին, մեր ժամանակ չկար։ Հիմա որ 12 տարի է դարձել, ոնց որ մտցրել են ծրագրի մեջ, բայց դրանք հիմնականում բուհական կուրսեր են։ Այնպես որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ առարկաներին։ Իսկ եթե մարդը որոշել է, չգիտեմ, նկարչությամբ զբաղվի, ասենք, չգիտեմ, 3D մոդելավորմամբ, ապա բնականաբար դպրոցում կարծում եմ, որ այդքան խորը նկարչություն չի սովորելու, ավելի շատ պիտի ինքնուրույն ինչ որ խմբակներով, հա, այդ մասնագիտությունը արդեն փոքրուց սովորի։ Իսկ ձեր ընկերությունները ինչ հնարավորություն է ստեղծում երիտասարդների համար։
Տարիների ընթացքում բացի մեր աշխատանքը անելուց, մեր պրոյեկտները ստեղծելուց, լինելով փոքր թիմ, մենք բազմաթիվ նախագծեր ենք արել, որպեսզի ստեղծենք համայնք, ակտիվացնենք խաղաստեղծների համայնքը, կարողանանք ապահովել գիտելիքների շրջանառությունն ու փոխանցումը ավելի փորձառուներից նորեկներին։ Մի քանի հատը երևի դրանցից կարելի է թվարկել։ Նախ 10 տարի շարունակ արել ենք աշխարհում ամենամեծ խաղերի ստեղծման հակատոնը Global Game Jam-ը Հայաստանում։ Այդ ավանդույթը Նուր Games-ն է բերել Հայաստան եւ այս տարի կազմակերպվել է 9-րդ անգամ, 9 տարի անընդմեջ, որը հիմնականում մասնակցում են 18-ից բարձր երիտասարդները, ուսանողները, եւ գալիս են այդ ընթացքում 48 ժամ խաղեր են ստեղծում եւ հասկանում են թե ինչ նշանակում թիմում աշխատել, խաղ ստեղծել եւ ինչեր պիտի անեն, որպեսզի հետաքրքիր խաղ ստանան։ Սա մի կոմպոնենտն է։ Մյուս բանը ստեղծել ենք Հայաստանում առաջին խաղերի կոնֆերանսը, որ այս տարի անելու ենք 6-րդ անգամ եւ մեր ընկերության 10-ամյակի հետ կապված ուզում ենք բավականին մեծանենք։ Այստեղ նորից գիտելիքի փոխանցումն է ու նորից հիմնականում մասնակիցները եւ բանախոսները եւ մասնակիցները երիտասարդ են։ Երիտասարդությունն է հիմնականում ակտիվ։ Բացի դրանից բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպել, սեմինարներ են արել, internship-եր են արել։ Մեր ընկերության աշխատակիցների մեծամասնությունը մեր մոտ առաջի անգամը աշխատանք ստացել, առաջի անգամ երբ որ իրենք ընդունվել են աշխատանքի սկսել են այս գումարը վաստակել, մեր ընկերությունն են իրենց առաջի քայլերը սկսել ու մարդիկ ունենք հիմա մեր թիմում, որ 6, 7, 8 տարի առաջվանից արդեն առաջի քայլերն արել են մեր թիմում, մինչև հիմա մեր թիմում են եւ վերջերս նորից էլի internship ենք արել, հիմա այ մի շաբաթից եւս մարդիկ ենք սպասում, որ մեր թիմին միանալու են էլի երիտասարդներ են, նոր մտնում են ոլորտ, նոր մտնում են աշխատաշուկա։ Խաղերի ոլորտում կրթական բնույթի ծրագրերում ինչն է ավելի շատ կարևորում, ինչն էլ ի վերջո ավելի մրցունակ է դարձնում այդ անհատին։ Տեսեք, երևի ամենակարևոր բաներից մեկը այն է, որ մարդը սկսի փոքր աշխատանքներ անել։ Շատ ժամանակ մեզ որ դիմում են, միանգամից առանձնանում են այն մարդիկ, ովքեր որ արդեն ունեն պորտֆոլիո, որտեղ մի քանի խաղ արդեն ստեղծել են։ Միանգամից դա մի երկու բան արդեն այդ մարդու մասին հենց սկզբից ասում է։ Առաջինը ասում է, որ այդ մարդը հետաքրքրված է այդ աշխատանքով, որովհետև առանց այլ արտաքին ինսենտիվների, հա, շահագրգռվածության, այդ մարդը նստել է այդ բանը արել է, նշանակում է դա իրեն հետաքրքիր է։ Այդ մոտիվացիայի մասին է խոսում։ Երկրորդը, այդ մարդը 1-2 պրոյեկտ է արել, 3-4 նայած տարբեր քանակի պրոյեկտներով մարդիկ են դիմում։ Բնականաբար այդ պրոյեկտները այն որակի պրոյեկտներ չեն, որ ասես, որ չգիտեմ, դրանք այդպես արտադրական որակի հաջողություն ունենալու հայտ ներկայացնող պրոյեկտ են, այդպես չեն։ Դրանք ուսումնական պրոյեկտներ են, բայց այդ ուսումնական պրոյեկտներում մարդիկ առաջի քայլերն են արել ու բազմաթիվ բաներ են սովորել։ Ու էս էլ գալով ձեր նախորդ հարցին, այս շատ կարևոր է, որ այդ աշխատանքները անել ու հավաքել այդ աշխատանքները։ Թող վատ լինի։ Սկզբում ոչ մեկ լավ բան չի ստեղծում։ Բայց այդ ամեն աշխատանքը, որ դու անում ես, դրանից ինչ որ մի բան սովորում ես։ Ու դա կանցած ճանապարհն է, ու դա ցույց է տալիս քո հետաքրքրությունը ու նաև ցույց է տալիս, որ դու արդեն ինչ որ գիտելիքներ ձեռք ես բերել։ Իմ կարծիքով տեսական մասը ընկալելուց հետո անմիջապես այդ տեսականը պետք է դնել պրակտիկ կիրառության մեջ, ստանալ արդյունքներ ու այդ արդյունքները շարունակել զարգացնել ու աշխատել փոքր անել, որովհետև եթե շատ մեծ ոնց որ կտոր փորձես վերցնել, ամենայն հավանականությամբ կհիասթափվես, դժվար կլինի շարունակել կամ շատ երկար կտևի, ճիշտ է, որ ոնց որ քո կարողություններին համապատասխան մի փոքր թեկուզ ավել, բայց ոչ շատ ավել, ինչ որ բեռ վերցնես, անես, հետո կարողությունդ մեծանա, էլի ավելացնես։ Իսկ պրոյեկտների վրա հիմնականում քանի հոգով եք աշխատում ու մոտավոր միջին ինչքան ժամանակ է ձեզանից ստանում։ Այդ շատ կախված է նրանից, թե այդ պրոյեկտը ինչ փուլում է, եթե պրոյեկտը դեռ նախատիպի, պրոտոտիպի փուլում է, աշխատում ենք
փոքր թիմով անել, որտեղ նախ այդքան մարդու անելու բան չկա։ Դեռ հիմնական բաներն են ստեղծվում խաղի, այդքան ծավալ չկա աշխատելու։ Բացի դրանից մենք նաև վստահ չենք, որ այդ պրոյեկտը հաջողություն է ունենալու։ Սկզբում մի փոքր մասը ստեղծում ենք, մի հատ փորձում ենք հասկանալ այդ պրոյեկտը նախանշաններ ցույց տալիս է, որ ինքը կարա հաջող խաղ լինի, տեստավորում ենք շուկայում, եւ եթե նախանշաններ ցույց է տալիս, ապա թիմը մեծացնում ենք, ինչքան հնարավոր է շատ, որպեսզի հնարավորինս արագ այդ հնարավորությունը ռեալիզացնենք, ստեղծենք լավ պրոդուկտ։ Մենք հաճախ պրոյեկտի վրա արել ենք ժամանակին այսպես, ունեցել ենք մեկ նախագծող, մեկ խաղերի դիզայներ, այսինքն մեկ վիզուալ արտիստ, այսինքն մարդ, որ վիզուալ էֆեկտները, անիմացիաներն ու մոդելներն է ստեղծում, եւ մեկ ծրագրավորող։ Այս 3 հոգին բավականին հաջող կոմբինացիա են մինիմալ թիմ ունենալու ու խաղ ստեղծելու, որտեղ տարբեր անհանգստություններով են իրենք առօրյայում զբաղված այդ խաղի տարբեր ասպեկտներն են իրենց ոնց որ ուշադրության կենտրոնում ու լավ կլինի, որ դրանք տարբեր մարդիկ անեն։ Իհարկե, բազմաթիվ օրինակներ կան, որ այդ ամեն ինչը մի հոգի է անում։ Մեր թիմում այդպիսի օրինակ չունենք, ասածս այն է, որ մենակ էլ կարելի է անել, բայց եթե ոնց որ ուզում ենք փոքր ատոմական թիմ ունենալ, որը որ բոլոր կարևոր մասնագետներ ունի, սկզբի համար այդ 3-ը։ Հետո ըստ անհրաժեշտության կարող նոր տեսակի մասնագետներ ավելանան եւ նույն մասնագետներից քանակը ավելանա։ Իսկ ձեր թիմում քանի հոգի մարդ կա։ Այս բան 9 հոգի ենք ու շուտով կդառնանք ինտերներն էլ մեր պրակտիկայի մասնակիցներն էլ որ գան, տեսնենք, արդեն 11 կարելի ասել։ Իսկ ինչ խորհուրդ կտայիք ձեզ 10 տարի առաջ ընկերություն հիմնելուց։ Այնքան բան եմ սովորել, այնքան սխալներ եմ արել։ Չգիտեմ, երևի կարևորագույն բաներից մեկը այն է, որ մարդը կարողանա կառավարել իր էգոն։ Փորձեմ ավելի պարզ ձևով ասել, մենք բոլորս ունենք մեր պատկերացումները մեր մասին եւ այդ պատկերացումները որոշ դեպքերում մեզ շատ օգնում են մեր նպատակներին հասնելու, մեզ մոտիվացնում են, մեզ քաջալերում են, որոշ դեպքերում մեր պատկերացումները մեր մասին խանգարում են մեզ, որոշ դեպքերում դժվարանում են պարզ բացատրել։ Մենք կարող ենք գործել ի վնաս մեր շահերի։ Օրինակ, լավ եկեք օրինակով ասեմ։ Պատկերացրեք դուք ունեք մարդ, ով որ ձեզանից ավելի փորձառու է ու ձեզ խորհուրդներ է տալիս։ Շատ ժամանակ լինում է, որ երիտասարդը փորձում է հակաճառել։ Ինչի։ Իրան շատ կարևոր է, որ ինքն էլ հավատա ու զգա, որ ինքը ինչ-որ մի բան հասկանում է, ինքը ինչ-որ մի բան կարում է։ Ու այդտեղ խնդիրը դառնում է երիտասարդի մոտ ոչ թե մի բան սովորել, մի բան ավելի լավ անել, այլ ցույց տալ, որ ես մի բան գիտեմ, ես էլ ինձանից ինչ-որ մի բան ներկայացնում եմ, որը բնական բան է։ Այ եթե 10 տարի առաջ հետ գնայի, երևի կուզենայի, որ այս բանը ավելի քիչ արած լինի։ Եթե 20 տարի առաջ գնացած լինեի, էլ ավելի շատ կուզենայի, որ ունենայի ավելի երևի խոհեմություն, ավելի համեստություն, հետևելու են մարդկանց, ովքեր որ այդ ճանապարհն ինձնից առաջ անցել են, արագ սովորեի, չփորձեի ցույց տալ, որ ես էլ ինչ-որ մի բան գիտեմ կամ կարում եմ, որ ես էլ ինչ-որ արժեք ունեմ, այլ կենտրոնանայի հենց իմ արժեքը բարձրացնելու վրա, արագ այդ մարդկանցից սովորեի, լսեի ավելի շատ, կարճ ասած ավելի շատ լսեի անեի եւ ավելի քիչ խոսեի։ Երևի ես կլիներ այն բանը, որ կուզենայի ավելի ճիշտ արած լինեի։ Իսկ հետաքրքրվողները ոնց կարող են իմանալ այս հնարավորությունների համար, օրինակ հենց Գյումրու հետաքրքրվող դպրոցականները, երիտասարդները։ Կա Armenian Game Developers Association անունով խմբեր տարբեր հարթակներում, Facebook-ում, Telegram-ում, LinkedIn-ում, Discord-ում, հենց տենց էլ անուն Armenian Game Developers Association AGDA։ Այդտեղ հավաքվում են բոլոր մասնագետները, բոլոր հետաքրքրվողները,
Facebook-ում արդեն մոտարապես 2000 հոգանոց խումբ ունենք ու խաղաստեղծների բոլոր միջոցառումները, բոլոր, չգիտեմ, մարդիկ ստեղծում են խաղեր, իրենց խաղերի մասին վիդեոներ են գցում, համագործակցության առաջարկներ են անում, ասում են ուզում եմ այսպիսի խաղ ստեղծեմ, ինձ պետք է այսպիսի մարդ, թիմեր են կազմում, միջոցառումների մասին հայտարարությունները, այդտեղ բազմաթիվ այդպիսի պոստեր են լինում ու կարծում եմ լավ տեղ է հետևելու, տեսնելու թե Հայաստանում ոլորտում ինչ է կատարվում։ Որն է ձեր ամենասիրած խաղը։ Dota։ Իսկ ձեր բոլոր ժամանակների ամենալավ մեխանիկան որն է։ Կրակելը։ PC թե կոնսոլ։ PC։ Ինչ խաղ կուզենայիք ստեղծել։ Չկա որևիցե բան, որ տենց հատուկ ինչ որ ուզում եք ստեղծում եք։ Համակարգչային խաղեր թե հեռախոսային խաղեր։ Խաղալու համար համակարգչային, ստեղծելու համար հեռախոսային։ Game design թե development։ Սկզբից դիզայն, հետո development։ Իսկ ինչն է ավելի դժվար, նոր ծրագիր կամ նոր խաղ ստեղծելը, թե խմբին կառավարելը կամ առաջնորդելը։ Եթե համարենք, որ լավ խաղ ստեղծելու համար պետք է լավ թիմ, երևի լավ խաղ ստեղծելը ավելի դժվար է, որտեղ դու մի հատ լավ թիմ ստեղծես, հետո լավ խաղ ստեղծեք։ Ձեր երազանքների համագործակցությունը։ Մենք համագործակցել ենք մեր ոլորտի լավագույն երկու հրատարակիչների հետ ու այդ մասով որևիցե երազանք չունենք։ Երևի իմ երազանքը կլինի այն, որ մեր հետ համագործակցությունը դառնա մյուս թիմերի համար կամ մյուս մարդկանց համար երազանք։ Առանց որ ծրագրի չեք կարող խաղ ստեղծել։ Google Doc-ի ու Google Sheet-երի, spreadsheet-երի։ Խաղային որ կերպարի հետ կշրջեիք։ Չգիտեմ։ Մարիոյի։ Բալոյի խոթոները, խորոդ են աղջիկները, խորոդ են աղջիկները։ Եթերում էր Game Changer podcast-ը, այսպիսով այսքանը կհանդիպենք։ Բալոյի խոթոները, խորոդ են աղջիկները, խորոդ են աղջիկները։